Լատվիան, Լիտվան և Էստոնիան հայտարարել են Վրաստանում բողոքի ակցիաները ուժային եղանակով ճնշման առնչություն ունեցողների հանդեպ պատժամիջոցների սահմանման մասին։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել են Բալթյան հանրապետությունների արտգործնախարարներ Պայբա Բրաժեն և Մարգուս Սաքնան։ Բալթյան երեք երկրները համատեղ պայմանավորվածություն են ձեռք բերել ազգային պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր ճնշել են բողոքի ակցիաները Վրաստանում։ Ժողովրդավարության հակառակորդները և մարդու իրավունքները խախտողները չեն ողջունվում մեր երկրներում, ասված է գրառման մեջ։ Ինչպես հայտնում է Գրուզիա Օնլայնը, դեռևս հայտնի չէ, թե ովքեր են ներառվել սև ցուցակում և ինչ են նախատեսում պատժամիջոցները։ Սիրիայի և Ռուսաստանի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով հակակառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբ քաղաքում առնվազն 25 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը վկայակոչելով հակակառավարական ուժերի փրկարար ծառայությունը։ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը խոստացել է ջախջախել գրոհայիններին, որոնք գրավել են Հալեբ քաղաքը։ Ահաբեկիչները միայն ուժի լեզուն են հասկանում և հենց այդ լեզվով մենք նրանց կջախջախենք, մեջբերել են Ասադի խոսքերը սիրիական պետական լրատվամիջոցները։ Սիրիայի բանակը նաև հայտնել է, որ հետ է գրավել վերջին օրերին հակակառավարական ուժերի կողմից գրավված մի քանի քաղաք։ Իդլիբն ամստամների վերահսկողության տակ գտնվող ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի սահմանին և որտեղ շուրջ 4 միլիոն մարդ ապրում է վրաններում ու ժամանակավոր կացարաններում։ Քաղաքի բնակիչները հայտնել են, որ հարվածներ են հասցվել բնակելի թաղամասին։ Սիրիայի բանակը և նրա դաշնակից Ռուսաստանը հայտարարել են, որ թիրախավորել են հակակառավարական ուժերի թաքստոցները և քաղաքացիական անձանց չեն հարվածել։ Սիրիայի բանակը հայտնել է, որ Հալեբում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինվորներ են զոհվել։ Ռուսաստանի մի շարք ռազմական բլոգերներ դեկտեմբերի 1-ին հայտնել են, որ Մոսկվան աշխատանքից ազատել է գեներալ Սերգեյ Կիսելին, որը Սիրիայում գտնվող ռուսական ուժերի հրամանատարն է։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Անկարա Սիրիայում ստեղծված իրավիճակը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու համար։ Ըստ ԻՌՆԱ լրատվական գործակալության Արաղչիին Անկարայի օդանավակայան ժամանելուն պես դիմավորել են թուրք-իրանցի պաշտոնյաներ, այդ թվում Անկարայում Իրանի դեսպանը։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը Անկարայի է ժամանել Դամասկոս կատարած այցից հետո, որտեղ կիրակի երեկոյան հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ և ընդգծել է Թեհրանի լիակատար աջակցությունը արաբական երկրի կառավարությանն ու ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում։ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչները պետք է մասնակցեն Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով է լինելու բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանը, Ուկրաինան և ինչպես ասացի, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն, որովհետև մենք մեզ տեսնում ենք այս միությունների անվտանգության համակարգի մաս։ Եվ այս ձևաչափով ես հասկանում եմ, թե ինչի շուրջ կարող ենք պայմանավորվել։ Կիևում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ համատեղ ասուլիսում ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ դեմ է պատերազմի սառեցմանն առանց Ուկրաինայի համար ամուր դիրքերի չբացառելով, որ հակառակ պարագայում մի քանի տարի անց Պուտինը կրկին կվերադառնա եւ ամբողջությամբ կկործանի Ուկրաինան։ Զելենսկին շեշտել է, որ Կիևը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից իր տարածքների օկուպացիա։ Փոփ միջոցներն անցած գիշերվա ընթացքում 15 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել Ռուսաստանի 4 շրջաններում, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ 8 ՀԹՍ ոչնչացվել է Կուրսկի մարզի տարածքում, 4-ը Բրյանսկի մարզի, 2-ը Ղրիմի հանրապետության տարածքում և 1-ը Բելգորոդի մարզում, ասվում է հաղորդագրության մեջ։